Առաջի հարցը ուզում եմ տամ բոլորին, այս առաջարկը նաև Մարդու իրավունքների հանձնաժողովին, ինչով է պայմանավորված, որ այս քննարկումը ընդհանրապես անապազորյա արդի խնդիր է հանդիսացել այսօրվա քննարկման շրջանակներում եւ պարոն Ղազարյանը ասեց տիկին ազգանունը չեմ հիշում նույնպես որպես քաղաքականություն մշակող մարմին ինչ առնչություն ունեք այս նախագծի քննարկման բազմիցս այդ հարցը իմ կարծիքով շրջանցվեց եւ տիկին Ավանեսյանի կողմից պարոն Թորոսյանը ասեմ որ պարոն Թորոսյանի ղեկավարմամբ ես 5 ամիս աշխատել եմ պետական առողջապահության գործակալությունում որպես համակարգող եւ տեղյակ եմ նաեւ առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններին, բայց տիկնոջ հարցը ուղղված էր չափելիության մասով։ Ընդհանրացնելով այս ձևաչափը ես կուզենամ ոդքասթը ես կասեի։ Ես կուզենայի հարց տալ, եթե այսօր Հայաստանում կա արդի այլ խնդիրներ, մասնավորապես առողջապահությանը վերաբերող։ Հայաստանում ոչ թե աղմուկի քննարկման առարկասարքին, այլ աղտոտվածության։ Երևանը այսօր համարվում է ամենաաղտոտված քաղաքներից մեկը Անդրկովկասյան ռեգիոնում։ Նույնիսկ 2 անգամ գերազանցելով Բաքուն եւ Թբիլիսին։ Եթե չեմ հիշում 130 թիվ էր նշվում, 60 եւ 70։ Նաև ես կուզենայի եզրափակիչ ինչ-որ ելույթ էի պատրաստել, որպեսզի առաջարկը տայի։ Հիմա ես կավարտեմ։ Ես հարցը տամ կներեք վերջապես։ Մենք ժամանակի խնդիր ունենք եւ հասկանալի է մեր մյուս գործընկերներին։ Հասկացա։ Արձագանքի ժամանակ կտակ ձեր մյուս հարցը։ Շնորհակալություն։ Չէ, ես հարցը չտվեցի։ Ձեր ժամանակը ավարտվել է, մենք ընդհանրակարգում ենք։ Շնորհակալություն, թույլ տվեք արդիականությունը ես չհասկացա, պարոն Բակոյան։ Արձագանքի ժամանակ կտակ ձեր հարցը։ Տիկին նախարար, թույլ տվեք պատասխանեմ, որովհետև ըստ էության ձեր հարցը ինձ էր ուղղված, ինչի ենք մենք կազմակերպել այս հանրային լսումը։ Ոչ մի կերպ։ Բայց տիկին Ավանեսյանին եւ պարոն Թորոսյանին։ Մենք ենք կազմակերպել, տիկին Ավանեսյանը չի կազմակերպել, մենք հրավիրել ենք տիկին Ավանեսյանին։ Կարելի է ես արձագանքեմ, եթե ինձ ուղղված էր, հա։ Պարոն Թորոսյան, առաջնահերթ ձեր է ուղղված, որովհետև այսօր դուք լինելով, հա, լսում եք։ Այսինքն ձեր տրամաբանությամբ, եթե կա մեկ հարց, երկրորդ հարց չի կարող լինել։ Աղմուկն էլ է արդիական խնդիր, այո, աղտոտվածությունն էլ է արդիական խնդիր։ Մենք ոչ հանրային լսման մակարդակով, բայց աշխատանքային քննարկման մակարդակով հունվարին կազմակերպել ենք, օրինակ, Երևանում աղտոտվածության մակարդակի վերաբերյալ քննարկում, բավական արդյունավետ քննարկում ենք ունեցել, որոշել ենք ինչ օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն։ Եվ այդ տրամաբանությունը, որ արդյոք սա արդիական է, թե արդիական չէ, արդիական որ չլիներ չէին կազմակերպի, այսքան մարդ էլ չէր գա։ Եթե դուք արդիական չեք համարում, չեք եկել մասնակցեք այս քննարկմանը։ Ես էլ այդ հարցը ուզում եմ։ Մեր գործընկերները էլի ասում են աղմուկը որ տեղում է գտնվում։ Ասենք թե գտնվում է 18-րդ տեղում, դրանից ինչ է փոխվում։ Մենք մյուս 17-րդ 17 հարցերով էլ ամենօրյա ռեժիմով մեր բոլոր գործընկերները զբաղվում են, այսօր սրա մասին ենք խոսում։ Եթե որևէ մեկին հետաքրքիր չէ հարցը, ես զարմանում եմ, թե ինչի է եկել։ Եթե արձագանքի ժամանակ կոնկրետ հարց ունեք զեկուցողի, խնդրում եմ տվեք, որ պատասխանեմ։ Արձագանք խնդրում եմ։